Բարև ձեզ ժողովուրդ, սկսենք այսօրվա եթերը, սկսենք ինչպես միշտ թեթև թեմաներից, հետո անցնենք ավելի ծանր թեմաներին։ Ուրեմն ես մի անգամ սկսեմ խոսել, բան ժողովրդի կավակի ով ուշացել է, հետո կնայի զապիսով հարց չկա։ Ուրեմն եկեք սկսենք Ռուսաստանից գալացող նարատիվներից, որ գալիս են, այս վերջերս շատ հանդիպում ժայռության մոտ sense բաներ, որ արա այս աղջիկը սաղ ուզում է ռեստորան մի հատ առաջի հանդիպման բան եւ այլ տարեողիչնից այդ բառերը որել է հայ տղեկ երբ հանից է պրոբլեմ դարել մարդուն հյուրասիրել այս Ռուսաստանից լավը չի գալիս տղեկ ջան առաջի հանդիպումն է 4-րդն է աղջիկա համար շուտ բանան մեկ իհարկե պետք է անենք դուրս չի գալ այդ ջայլների բանը TikTok-ը անգնում աշկից բան հա դրա մասին խոսակցությունա գնում դա շատ զզվելի է դու հայ տղամարդուն չի սազում խնդրում եմ քիչ վեղեք ու այդ բանը ասեք ռուսները որ մեջներդ մսում են в чем проблема накормить человека լավ Ոյս кстати այդ հերոստատուս բանը հերոստատուսությունից բանից որ գալիս է այդ հրաշ ջանները այնտեղ որ ցույց են տալի հրաշ ջան այդ ծրագիրը ոչնչացրել էլի այն աշխարհում ինչ փլեղ կա հավաքում ես քո ծրագրի մեջ ցույց ես տալի դառնում է ժողովրդի համար նորմա ու այդ ժողովուրդն է հետո ասում աղջկան ոնց հյուրասիրեմ այդ ավոր բաները որ ես տեսնում ինձ շատ մոտիկ մարդ այնտեղ այդ բանում եղել այնտեղ էֆիրներում ներկա եղել բան չդիմացավ ասում է 7-րդ էֆիրից ես դուրս եկա այդ կիսաբաց լուսամուտներից այդ հնարավոր չի նայել դա ոնց որ մարդ չլինեն ասում է իմ նստել այնտեղ ոնց որ ինձ հատրացներ այդ ավելի լավ ծրագիր հնարավոր է հերոստատեսությունով ցույց տալ վեյ մարդկանց մասին չգիտեմ գիտնականների մասին բան ինչից ինչ դարավ եւ այլն հետաքրքիր կլինի չէ ավելի լավ անցնենք մեր կաթողիկոսներին Ժորժան այն դոկումենտը որ այսօր դրեցին արդեն էֆիր որ KGB agent են եւ այլը դա գաղտնիք չի եղել բոլորս էլ գիտենք դա հնարավոր չէր լինել կաթողիկոս ու չլինել KGB-ի agent մենք առաջի անգամ ինչ ռուսների տակ ենք ասենց ասեմ հա տակ ենք հա հիմա դրանից բրցնում ենք որ մեր կաթողիկոսը չի լինելու agent KGB-ի կամ այն մեկի agent լինելու է հայամետ Հայաստանի մասին է մտածելու ոչ թե Մոսկվայից հրամաններ ստանալու իսկ հիմա տեսնում եք ինչ խոսակցություններ են արդեն սկսել որ եզրասը ուզում է հայկական եկեղեցին որը Ռուսաստանում է առանձնացնի Հայաստանի էջմիածնից այնտեղ առանձին իրանց եկեղեցին սարքեն եւ այլն KGB agent-ից ինչ եք սպասում այդ հարցը շատ արագ պետք է լուծվի շատ արագ ու չճանաչվի հայկական եկեղեցի կողմից եկել ես դաշնակներն է դրել ինչ են ասում ես վերջի թազա Մոսկվայից բան նարատիվներ է ստացել այն մեկը գրել էր Նիկոլ ուզում է կաթողիկոս կայնի չդառնալ դաժե կայնի գողին կայնացնում ինչ էին անում հա ու այդ ապուշությունները sense գրելու են բան են անելու ինչ ապուշություն կա գրում են հա Նիկոլը կաթողիկոս է կայնելու Նիկոլ Փաշինյան դու հավերժ չես բոլորից կյանքնել երկար չի ես չեմ ուզում իմ հայրենիքում մի մարդուց կախված լինի ամեն ինչը հիմա քանի դուք ասի որ ճիշտ բաներ են արվում շատ ճիշտ բաներ արվում հայ իհարկե սխալներ կա եւ այլն բայց հիմա դու գնացիր ասենք որպես վարչապետ ուրիշին ընտրեցին կամ Աստված Եվրոպայի ինչ որ բան եղավ եւ այլն այն մեկը որ գա չքանդի իմ երկիրը սիստեման դիր ընենց արկեց սիստեման որ ուզենայել չկարանա տեսեք Միացյալ Նահանգներում Տրամպը եկել որ իրան թողեին սա քանդվեր կետեր չեն կարա սիստեման արդեն տենց է դրած ցանկացած դատավոր իր հրամանը կարա փոխի ցանկացած դատավոր դա պետք է մեր մոտ էլ դա լինի ու դատավորները պետք է ուրիշ լինեն սիստեման ամբողջը փոխվի հիմա Ռուսաստանից խոսենք այդ իրանց ռևոկանտները որ եկել են
Ժողովուրդ ջան, իրանք իրենց անուն են դրել գեղեցիկ, ռելոկանտ, իրանք ռելոկանտ չեն, իրանք գաստարբայտեր են, գաստարբայտեր, մեզ ոնց են ասում, են տաջիկ երեխուն, որ սպանեցին, սեր կոր եղավ, չէ, այդ աղավոր դեպքը, տաջիկ երեխուն սպանեցին, ու կոմենտները կարդացիք, ես ապշած եմ ուղակի, ու բիլի չուրկու, ադիմ չուրիչկի մի ինշը, սենց բաներ են գրում, հա ժողովուրդ ջան, իրանք տենց են վերաբերվում, մեր վերաբերքնել պետք է նույնը լինի։ Ես չեմ ասում սաղրուսների հանդեպ տես վերաբերվենք, բան չէ, դու գաստարբայտեր ես, դու իմ երկիր եկել ես, ապրել աշխատել, շնորհակալություն կլինես իմ երկրին։ Այդ սիրունանն է ռելոկանտ, դե դες պապուտ կպատմես։ Դուք առաքիչել եք ռուսլիկը տեսել, բարմենել եք տեսել, օֆիցիանտել եք տեսել, չէ՞։ Լիքը տեսել եք։ Դա, вы գաստարբայտեր։ Ապրի աշխատեք, ես բան չի։ Բայց իմ երկրում չփորձեք տենց ձեզ պահեք։ Ես անուններ հետո կտամ, հետագայում կտամ անուններ, ժողովուրդ ջան։ Հայտնի ռելոկանտներ են Facebook-ում նստած։ Իբր թե Հայաստանը սիրում են։ Իբր թե։ Հեսա ընտրություններից առաջ դուք կտեսնեք իրենց երեսները ոնց է պարտում։ Մի քիչ զգուշ եղեք ու ուշադիր եղեք այդ ռելոկանտներից, այսպես ասած։ Իրանց մոտ ոնց է իրանց պսիխոլոգիան ու դաշնակները, քոչարանականները, բան, ну, в общем, այդ իրանց ֆրոնտը։ Դու որ սոված նստում ես մեր զինվորը այնտեղ կռվում է, դու արդեն հերոս ես։ Դու սաղ կյանքը տենց սոված նստի։ Մենք կգրփենք, դղյակներ կսարքենք, հոթելներ կսարքենք ուրիշ երկրներում, ինչ ասես չենք անի եւ այլը։ Իսկ դու սոված նստի, դու հերոս ես, որտեղ սոված ես նստած, մենք հաղթում ենք, իբր թե ում են հաղթում, ինչ են հաղթում։ Ոչ ու խաբար չի, բայց հա։ Այս իրանց բանն էլ սաղ կյանքը ասենք նույն դաշնակցությունը գումար հավաքում, սաղ կյանքը թե Ամերիկայից, թե սաղ երկրներից գումար հավաքում, մենք հեսա հայդատ եւ այլը։ Մի 5 տարի գումար հավաքում են, սաղ հարստանում են, մեկ էլ Ամերիկայի մի հատ դիպուտատի տեղակալ այն օրը ասեց, որ հայերը Ղարաբաղի պատերազմում ճիշտ են։ Բրավո, բրավո, ու հա, էլի փողը բերեք, տվեք եւ այլն։ Այդ թուղթ ինչ փոխեց։ Այդ դիպուտատի տեղակալի ասած ինչ փոխեց։ Դետքան անողեք, անեկնես, որ Ամերիկայի նախագահը ճանաչեր։ Չեք կարա, չէ։ Դուք շատ լավ գիտեիք, որ չեք կարա։ Բայց գումարը հավաքում եք։ Ու մեկ-մեկ մի հատ դիպուտատի տեղակալ վերցնում ասում եք, մի բան ասա։ Ժողովուրդ ջան, ուրեմն բան ասեմ, նոր տարուց առաջ մենք Արտյոմ Մեղրաբյանի հետ էֆիր կանենք, շատ լավ նորություններ կա, ես կուզենամ, որ ինքը ասի այդ նորությունները մեր ռազմարդյունաբերությունից ու մենակ ռազմարդյունաբերությունից չէ, շատ լավ նորություններ կա, ես հիշում եք, ես ձեզ ասում եմ, որ ես նոր տարուց հետո նոր տարուց առաջ ասելու եմ լավ նորություններ, ժողովուրդ ջան, ու հա, նոր տարուց առաջ, որ լավ տրամադրությունով մենք բոլորս նոր տարին հանդիպենք, մենք կհանդիպենք իրար հետ, էֆիրում կզրուցենք, ու իրոք շատ լավ նորություններ կա, բոլորը կուրախանաք։ Էլի մենք ցույց կտանք, որ Армения не приползет на коленях никому, кому они нужны, им որ ասում էին, Պուտինը ու Լուկաշենկոն իրար հետ որ խոսում էին։ Տեսակ որ պետք ենք միլիարդներով, մի քանի միլիարդ դոլարով ներդրում գնում Հայաստանին։ Причем չի գնում ներդրում, որ նավթ անենք, ուղեղի ներդրում գնում, Nvidia-ն մտնում։ Դուք շատ լավ գիտեք, որ ով մտավ Թումո, չէ, Nvidia-ի զամ գեներալного դիրեկտորը մտավ Թումո։ Նորջան, Nvidia-ն այն ֆիրման է, որը 5 տրիլիոն ֆինանսավորություն, իր կապիտализациян 5 տրիլիона, 500 миллион չէ, 5 միլիարդ չէ, 500 միլիարդ չէ, 5 տրիլիոն, ժողովուրդ, это самая дорогая фирма мира։ Իրանք շատ ագրեսիվ ներդրող են։ Այդ ֆիրման մտնում է Հայաստան։ Հա, մի անգամից չեք զգա, այնպես չի որ գիշերը դուռ բացելու են դոլարներ ցտնեն սաղից վրա, չէ։ Բայց մի քանի տարուց հետո դուք տարբերությունը Հայաստանի, հիմիկվա ու մի քանի տարի հետո տարբերությունը դուք շատ լավ կզգաք։ Մի հատ էլ բան ասեմ, խնդրեցի ընկերը ինձ ասել, ես Երևանում ճանապարհները Հայաստանում, այդ մեքենայի կմախքները, հին մեքենայի կմախքները, սախտագրի շարածը եւ այլը, կառավարություն, խնդրում եմ ձեզ, այդ հարցով զբաղվեք։ Այդ մեքենաները պետք է հավաքվեն։ Առաջինը շատ տեղ եղավ, во-вторых, экологիայի համար պրոբլեմա։ Այդ ծրագիրը ընդունեք, հավաքեք այդ մեքենաները։ Утилизация машин это тоже деньги։ Դրանից լավ փող կարելի աշխատել։ Ուղղակի զբաղվող պետք։
դրանով կարա տարածքային նախարարությունը զբաղվի, քաղաքապետարանը զբաղվի եւ այլն։ Լավ, Ժորժ ջան, այսօր այսքանը ուզում էի ասես մի քանի բան անել, այսօրվա էֆիրը երևի անոնս էր, որ ամսի 28-29-ին կլինի պարոն Մեհրաբյանի հետ էֆիրը, այնտեղ արդեն մանրամաս ամեն ինչը կբացատրենք ու կասենք ինչ լավ ու մեծ փոփոխություններ անում, թե IT տեխնոլոգիաներով, թե ռազմարդյունաբերության, թե բանակը, երևի մեր տղեկի ֆորմին բանակի տեսակ չէ, այս թազեն, տեսել եք ինչը, փոխվում է, ամեն ինչ փոխվում է Ժողովուրդ ջան, լավ անելու գրկում եմ ձեզ բոլորիդ, լավ կլինի։